վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ, քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի, այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի, չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ ֆակտում չի կատարել, չէ՞, այսինքն խափանամիջոցի անհրաժեշտություն փոխելու լինում այն դեպքում, եթե ռիսկ է առաջանում, դեպքում ոչ նախաձեռնության մասին ոչ որևէ Չէ, բացարձակ որևիցե խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է, 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշման մեջ։